մասնավորապես փոփոխված Իրանից հետո Իսրայել, Թուրքիա, Սուր մրցակցության ու նաև մերթ դարբեր ճակատներում փախումների ժամանակներում Ադրբեջան պետության թիրքավորումը ինչ է լինելու։ Մենք շատ լավ գիտենք, որ այսօրվա Ադրբեջան պետության վրա ունի մեծ ազդեցություն առաջնահերթորեն Թուրքիան, երկրորդ իմ կարծիքով Իսրայելը։ Բնականաբար պիտի փորձ արվի Իրանի փոփոխությունից հետո այս երկու կողմերից որևէ մեկը պետք է ամբողջությամբ այդ երկրի ղեկը պիտի փորձի իր ցերկը վերցնելու եւ հավանականությունը մեծ է որ թուրքական կողմի ազդեցությունը ավելի մեծ լինելով Թուրքիային կհաջողվի Ադրբեջանին իրեն ավելի շատ մոտիկ բահել։ Այդ իմաստով Հայաստանի համար ված չի լինի։ Բայց վտանգավոր ժամանակահատվածը այս օրերն է եւ Իրանի փոփոխությունից հետո հաջորդող կարճ ժամանակը սկզբնական փուլը ես կարող ենք ասել հավանաբար մեկ ամիսներ ես համարում եմ վտանգավոր ժամանակահատված այս օրերը եւ Իրանի փոփոխությունից հետո մի քանի շաբաթներ կամ մի քանի ամիս ժամանակահատվածը այս իմաստով վտանգավոր պիտի լինի, բայց հերանեկարային իմաստով ես վստահ եմ, որ մեր եւ Իսրայելի շահերը շատ ավելի հատումներ են ունենալու եւ Իսրայելը նաեւ թիրքավորված լինելով հակաթուրքական խրամատներում այստեղ մեր նշանակությունը, Ադրբեջանի նշանակությունը չանալու է, իսկ Հայաստանի նշանակությունը շատանալու է, բայց մենք այս ամենի մասին որ խոսում ենք, մենք անշուշտ պետք է հասկանանք Իսրայելի մագարտակը շատ կարևոր է, սակայն ավելի բարձր մագարտակ գոյություն ունի Միացյալ Նահանգներ։ Այսինքն Իսրայելը ինչ քայլեր որ ցերնարգում է գործնական իմաստով այդ ամենի լույսը նա ստանում է Միացյալ Նահանգներից։ Ուստի շատ կարևոր է Միացյալ Նահանգներ եւ Հայաստան Հանրապետության շահերի համընկնումը, որը նաեւ պիտի պատճառ դառնա սերտ գործակցելու Միացյալ Նահանգների նաեւ սերտ դաշնակիցների հետ։ Եվ ինչպես տեսնում եք Իրանի փոփոխություններից հետո թուրքական կողմի համար լավ օրեր չեն սպասում։ Բայց մենք քանի որ քրդերի նման, քրդերը անունով պետություն չունեն, բայց իրենք շատ ավելի պատրաստված են պաշտպանության իմաստով, քան պետություն ունեցող Հայաստան հայերը։ Մենք անունով պետություն ունենք, բայց պաշտպանության իմաստով շատ խայտարակ վիճակում ենք։ Քուրդ ժողովուրդը պետություն չունի պաշտոնապես, փաստացի կարող ենք ասել Իրաքում ունեն, բայց քուրդերը մենակ Իրաքում չեն, մեծ մասը Իրաքից դուրս են։ Նրանք շատ ավելի պատրաստ են պաշտպանվելու եւ իրենց իրավունքները պաշտպանելու, զենքի ուժով պաշտպանելու, քան թե մենք։ Այո։ Գրականությունը պիտի լինի, սա եւս ապացույց է, որ մենք պետություն չունենք։ Դա շատ կարևոր նաեւ քաղաքական եւ այսօր եւ առաջիկա ժամանակներում ովքեր որ քաղաքականությամբ զբաղվում են հայ ժողովրդից նրանք եթե այս գնահատականը չեն տալիս փաստացի որ մենք չունենք պետություն դե յուրե ունենք բայց փաստացի չունենք եթե այս գնահատականը չկա արդեն սխալ ընթացքը շարունակվում է ցավոք այսօր շատերի մոտ դակավին քերիշխում է շատերը փորձում են իրենց խապել ասելով որ մենք պետություն ունենք մենք պետության հիմքերը դակավին նոր պիտի տնենք եւ այս իմաստով բևերի ծրագիրը հենց ինքը pedagoganastեղծ ինքնիշխան պետությունը ստեղծելու ծրագիր է եղել վերգուսակցական համախումբ է եղել բևերը վերգուսակցական շարժում է բևերը
այդ նպատակի համար, որ ստեղծվի, ասենք համախմբվում ենք մի ծրագրի շուրջ, որի արդյունքում մենք ծնելու ենք պետություն, փաստացի ինքնիշխան պետության հիմքերը պիտի դնենք։